Ուրեմն Փաշինյանը հանդիպել էր օլիգարխների։ Երկու հիմնական պատճառ կար, որքան ես հասկացա այդ հանդիպմանը, եւ կար մի գաղտնիք պատճառ, որը ես չեմ ուզում ասել, բնականաբար հեսա մամուլը կսկսի գրել, արդեն հետո աղմուկները կտա, քանի որ արդեն դա ամենա այսպես տարածված լուրերն նախորդ ընտրություններից հետո դրան չեմ անդրադառնա, ուրեմն երբ որ մամուլը կանդրադառնա, գուցե ես էլ կանդրադառնամ, բայց ըստ էության Փաշինյանը խնդրում էր, որպեսզի ուրեմն արհեստական բանականության օգտագործման պարագայում աշխատողները չպակասեն, երկրորդը, քանի որ այս ապահովագրությունը մտել է, առողջության ապահովագրությունը եւ մարդիկ վճարում են դրա համար, այսպես խնդրեց, որպեսզի աշխատավարձները մի փոքր այսպես ավելացում անեն, որ այդ առողջական ապահովագրությունը ամբողջությամբ չմնա ուրեմն մասնավոր սեկտորում աշխատողների վրա, թվում է թե լավ բան է, ասենք օլիգարխներին ասում են, տենց աշխատավարձը բարձրացրեք եւ այլն, այսպես շարունակ, եւ եւս մեկ ուրեմն ամենահետաքրքիր խնդրանքը, որ համոզում էր իմ խորին համոզմամբ, իմ տպավորությամբ համոզում էր, որպեսզի արտահանումը հնարավորինս ճիշտ կազմակերպեն, այսինքն Ադրբեջանով, Վրաստանի տարածքով, ասում է լոգիստիկ շղթաները պետքա փոխվեն բեռնատարներից վագոն, ասում է ճիշտ է հիմա Վրաստանով է, հələ Ադրբեջանով չի ուղիղ, բայց այդուամենայնիվ, այսպես ասում է, բանա, պետքա այդ տրամաբանությունը փոխվի բեռնատարներից վագոն։ Այսինքն բոլորին կոչ արեց, որպեսզի եթե Ռուսաստան, իսկ այնտեղ Ռուսաստանն հիմնականում արտահանեն Ադրբեջանի տարածքով, որպեսզի Ալիևը հարստանա, որովհետև Փաշինյանը ասում է, չէ, պետք է այնպիսի կապեր ստեղծվի տնտեսապես ձեռնտու, որպեսզի ուրեմն էլ պատերազմ հնարավոր չլինի, այսինքն իր տրամաբանությամբ ուրեմն այս տրամաբանությամբ միայն Հայաստանն է կախվածության մեջ ընկնում Ադրբեջանից, բազմիցս խոսել ենք այդ մասին, Ադրբեջանն էլ մի հատ փայլատի թեղեր ուզել են հրաժարվեց, հա։ Իսկ շարունակաբար գնում է Հայաստանին կախվածության մեջ գցելու process-ը եւ Փաշինյանն էլ նպաստում է դրան։ Ամեն կերպ ասում է գնացեք Ադրբեջանի բյուջե փող տվեք տրանզիտի համար, որպեսզի իրանք ավելի շատ զենք առնեն, ավելի շատ մեզ սպառնան։ Եվ այդտեղ ոչ մի խաղաղություն չկա, եւ դրանով այդ փողերի վրա էլ թքած ունի Ալիևը դա անում է միայն քաղաքական նպատակներով։ Ալիևը անգամ կարա հիմա մի քիչ ավելի էժանել բենզին ու դիզել էլ տա, որպեսզի մենք կուտը ուտենք, ասում է կոպիտ ասած, sense կապնենք իր ալիքին, ինչը իր նպատակն է։ Հիմա բայց այստեղ գիտեք ինչն է հետաքրքրականը։ Այսինքն Փաշինյանը, երբ որ ասում ենք ռուսամետ է, մարդիկ նեղվում են։ Փաշինյանը ասում է «Էլ ավելի մեծացրեք ձեր արտահանումը Ռուսաստան»։ Եթե առաջ Լարսով էի կանում, խնդիրներ էր առաջանում, հիմա ընդհանրապես արեք վագոններով, տարեք Ռուսաստան ու Ռուսաստան, որտեվ Ադրբեջանը ուրիշ տեղ չես տանի այդ ապրանքը։ Այսինքն Փաշինյանը խորացնում է տնտեսական կախվածությունը այս ձևով, ոչ միայն Ռուսաստանից, հիմա այլև Ադրբեջանից։ Էլ ավելի է մեծացնում Ռուսաստանից եւ ավելացնում է Ադրբեջանը։ Եթե ուրեմն լիներ խաղաղություն եւ մենք տեսնենք, որ Ադրբեջանն էլ ինչ որ մենք էլ օգտվել ենք ճիշտ մեր աշխարհագրական դիրքից եւ Ադրբեջանն էլ մեզանից է ինչ որ կախվածության մեջ ընկնում, կասեմ հա, բայց այս իրավիճակում ժողովուրդ ջան, գնալով ավելի ու ավելի վտանգավոր է դառնում այս գաղափարախոսությունը Ադրբեջանով ապրանքներ արտահանել Ռուսաստան, այն դեպքում, որ հիմա իրենք ամբողջ ուժով պետք է աշխատեին, որպեսզի Ռուսաստանից փոխվեին։ Դա ամենախայտառակ բանն է, որ շարունակվում է, ու դրանով ըստ էության իրանք ուղիղ հիմա էլ ասում եմ մեր բիզնեսմեններին, որպեսզի բոլորը ուղիղ, երեք չի այդ դիզելն ու բենզինը առնում ենք, լցնում ենք Ալիևի բյուջեն, քիչ շատից լցնում ենք։ Հիմա էլ ասում եմ, էլ ավելի շատ լցրեք Ալիևի բյուջեն։ Հիմա արհեստական բանականության ու աշխատավարձների բարձրացման հետ կապված։ Տեսեք, ամենահավորը այն է, որ այս գործարարների դեմքերին նայում ես, ընդ որում նկատեցիք, որ գործարարները աշխատում էին Փաշինյանի դեմքին չնային, գիտեք ինչի։ Որովհետև իրենք էլ են հասկանում իրենք ովքեր են, որ այդ նույն սաստավը, այդ նույն կազմով Սերժի դեմն էին նստած, հələ Քոչարյանի դեմն էին նստած, ու երբ որ նայում ես դեմքներին, դու հասկանում ես, որ ոչ մի բան չի փոխվել, ովքեր որ ռեսուրս ունեին, ովքեր որ երաշտությունը պատվիրում էին Հայաստանում 10 տարի առաջ, պատվիրում են նաև հիմա։ Մականունավորները բոլորը, բացի Ծառուկյանից, որը բնականաբար հիմա ուղիղ ընտրությունների մասնակցում էին կչեր գա, բայց ինքն էլ որ լիդեր ամբողջական այսպես ասում է կազմը կլներ ոնց դեմքերին նայում ես նույն մարդիկ են նույն բիզնեսներն են շատ այսպես նեղ բացառություններով հա նույն Սերժի ժամանակվա այսպես խմբակն է հիմա Փաշինյանը ապավինում է նույն մարդկանց վրա ու փոխանակ Հայաստանի տնտեսությունը զարգացնի բացելով երկրի սահմանները
բացելով արևմտյան ուրեմն օրինակի համար, որ փոխանակ Սամվել Ալեքսանյանին խնդրի, որպեսի մի փոքր աշխատավարձ բարձրացնի, բացում է երկիրը, բերում է ոչ թե արաբական ինչ-որ Carrefour-ը, որ ամբողջությամբ Սամվել Ալեքսանյանը կլանել հաստատության, ես Հայաստանում էլ ինձ ասեցին, համարանույն ապրանքներն է, բան չկա, առանձնապես տարբերությունը մեծ չի։ Ես էլ մտա տեսա, որ նույն, ասենք, բազմաթիվ ապրանքներ, որ Սամվել Ալեքսանյանը բերում է, որքան հասկացա, նույն Carrefour-ում դրած է, այլ պետք է բերել ֆրանսիական Carrefour-ը, որը Վրաստանում է։ Պետք է բերել ամերիկյան սուպերմարկետների ցանցը, օրինակ Walmart-ը բերել։ Այդ ժամանակ լրիվ ուրիշ աշխատանքային պայմաններ, լրիվ ուրիշ չափանիշներ։ Այդ ժամանակ կարող է ոնց որ էստեղ է, այդ ժամանակ այդ սուպերմարկետները կվճարեին նաև ամբողջական առողջության ապահովագրությունը աշխատողների համար, որտեղ այստեղ շատ մեծ ընկերություններ հենց այդպես էլ անում են։ Այդ ժամանակ պետք չի գնել լֆիկ սամոյի ոտեր ու ասել 5 դրամ կամ 5000 դրամ աշխատավարձ բարձրացրու։ Այդ ժամանակ, երբ որ սկսում են City-ից աշխատողները փախնել Walmart, լֆիկ սամոն ասում է դե պետքա բարձրացնել, որտեղ փախնում են սա։ Ստիպված բարձրացնում աշխատավարձները։ Հասկանում եք, տեսնում ա որ ուրիշ ապրանք բերող կա, ու տենց երկիրը զարգանում է, տենց աշխատավարձերը բարձրանում են, տենց առողջական ապահովագրությունն է զարգանում եւ այլն, ու այսպես շարունակ։ Հարգելի հետևորդներ, այդպես է արվում։ Ինչ արհեստական բանականության մասին ես խոսում, եթե փակ տնտեսություն ունես, մի քանի հոգու գրպանը գցած, ու նստած դարդանում արհեստական բանականությունն էլ գա այդքան պետք չի արհեստական բանականության մասին դարդանել, պետք է երկիրը բացել քաղաքակիրթ աշխարհի համար։ Ամբողջ լուծումները դա է։ Պետք է երկիրը գրավիչ ու կողմնորոշված լինի։ Ինչու կողմնորոշված, որպեսզի արևմտյան բիզնեսը, որը ունի այդ ցանցերը ստեղծել է, որը ամենաառաջադեմն է, հասկանա, որ այս երկիրը կողմնորոշված երկիր է, այս երկիրը մեր դաշնակիցն է, այստեղ կարելի է երկարաժամկետ ներդրումներ անել, վստահելի է, լավ դատական համակարգ ունի։ Հասկանում եք։ Ու բերի այդտեղ ներդրումներ անի երկարաժամկետ։ Ոչ թե ընկնել ինչ որ մի քանի օլիգարխի խնդրել, ասել դե գիտես մի քիչ աշխատավարձ բարձրացրու, արհեստական բանականությունը դեռ զգուշ արեք, որ շատ մարդիկ գործից դուրս չգան, որ ին վրա թեմա չգա, հա, ասենք ընտրություններա դեմը, հետո ես էլ դեմի 4 տարի որ մնամ 5 տարի ավելի չվատանա վիճակը, որովհետև ես ձեր խաթր այդ չի ասում արդեն, այդ ես եմ ենթադրում, հա, ես ձեր խաթր փակում եմ արևմուտքի ճանապարհը, որպեսզի դուք էլ երկիրը գրպաներդ գցած մանգակ, որ մենք մեր սխոտկով հարց լուծենք։ Դա սխոտկա է։ Եվ երբ որ նայում ես այդ սեղանին, փոքր սեղանին ու տեղավորված մարդկանց, դու հասկանում ես, թե ինչ ողբերգական վիճակում է Հայաստանի տնտեսությունը, Հայաստանի մեդիա դաշտը, որտեղ չկան քաղաքակիրթ աշխարհի ներկայացուցիչներ, չկա արևմտյան ներկայացուցիչներ առանձնապես։ Եվ էսա իրականությունը ժողովուրդ ջան, այդ ինչի մասին ես տարիներով խոսում էի։ Սա է, արտահանեք հիմա ավելի շատ Ռուսաստան վագոններով։ Ես ձեր համար փակում եմ դրսի ճանապարհը, որ դուք լավ փող աշխատեք, տղեկ, դե հիմա ինձ է պետք, դες մարդքի չանեք մի 5000 դրամի աշխատավարձ բարձրացրեք իմ խաթր։ Ես դա տենց եմ հասկանում եւ իրականում իմ ներսում համոզված եմ հələ ավելի հետաքրքիր բաների մեջ, հա։ Շատ ավելի հետաքրքիր բաների մեջ։ Ոչ մի բան չի փոխվել Սերժ Սարգսյանից հետո, քանի որ երկրի վիճակը ողբերգական ու վտանգների առաջականգնած արևմուտքի համար մի քիչ ավելի ժողովրդավարական բացվեցին, թվացին, փորձեցին երևալ, մի քիչ ազատություններ բացեցին, բայց չեն թողում, որ այդ ազատությունը ինստիտուցիոնալացվի, դեմոկրատիան ինստիտուցիոնալացվի։ Դեմոկրատիան կարա ինստիտուցիոնալացվի, եթե օրինակ BBC-ին, Fox News-ը, կոպիտ եմ ասում, կամ ինչ-որ ֆրանսիական հեռուստաընկերություններ գան մեկ էլ Հայաստանում 2, 3, 4 մեդիաներ հաստատվեն, արևմտյան բիզնեսը գա այդ մեդիաների կարիք ունենա։ Այդ ամեն ինչը իրար հետևից է գալի, որտեղ եթե արևմտյան բիզնեսը գալիս է, ինքը ուզում արևմտյան մեդիա լինի, որ իրան պաշտպանված զգա, իմանա, որ պետք է լինի բողոքելու, որտեղ այդ հարցը բարձրացնի, որ դատարանները իրան արդար չվերաբերեն, որտեղ այդ հարցը բարձրացնի, եւ այլն այսպես շարունակ։ Բայց քանի որ Փաշինյանը մեծ հաջողությամբ երկիրը փակ է պահում, այտենց հատու միայն եթե նկատել եք, միայն բարձր տեխնոլոգիական ոլորտում հələ որ թողնում ներդրումներ անեն արևմուտքը, այն էլ որովհետև ոչ մեկ չունի, ոչ Ռուսաստանը կար այդ ներդրումը անի, ոչ բան, հա։ Եվ դա կոպիտ ասած շատ նեղ մասնագիտական է ժողովուրդ ջան, այսինքն ժողովրդի համար ամեն մեկը չի կարա այդ ոլորտում աշխատի կամ ասենց ասեմ, տենց ահռելի ինչ որ աշխատատեղեր չի բացելու։ Դա ավելի շատ կապված է մուլտիպլիկատիվ էֆեկտի հետ, հա, եթե հետագայում տենց փոքր մոդուլային ատոմակայաններ սկսեն կառուցվել եւ այլ այսպես շարունակ, որտեղ դրանք ահռելի հոսանք են ուտում այդ դատա կենտրոնները եւ այլ այսպես շարունակ, հա։
Ժողովրդին պետք է ավելի հասարակ աշխատատեղեր, հասարակ ժողովրդին, որ գան մեր գյուղերում, ռայոններում, դնեն բիզնեսներ, որպեսզի սահմանից ժողովուրդը չփախնի, որպեսզի հակառակ խոպանից վերադառնան, եւ դա կանի միայն արևմտյան բիզնեսը։ Միայն արևմտյան բիզնեսը, որը երբեք չի ձգտում գալ հենց մայրաքաղաքում դնել։ Կոպիտ ասած, որը ինքը ամեն մի բիզնես իր ստրատեգիան ունի եւ այլ այսպես շարունակ։ Այսքան բան էի ուզում ասեի, Ժորժ ջան։ Սա փայլուն այդ կադրը, այդ պատկերը նկարագրում էր այն ինչ որ մենք ունենք իրականում այն ողբերգական վիճակը տնտեսության մեջ, անմրցակցային մեծ հաշվով, մի քանի հոգուց կախված, այդքան բան։